Հարավ ձեզ արգելի հեռուստադիտողներ, մենք շարունակում ենք մեր աշխատանքը Պոլիտիկայի YouTube-յան ալիքի եթերում։ Այսօր այս ֆորմատով քննարկելու ենք մի թեմա, որը անընդհատ շահարկվում է իշխանությունների կողմից։ Գլխավորապես Նիկոլ Փաշինյանը ամենօրյա ռեժիմով խոսում է խաղաղության մասին, հաստատված խաղաղության մասին, իրենց անգամ նախընտրական քարոզարշավի կարգախոսն է այդպեսին տեր կանգնիր խաղաղությանը։ Խաղաղությունը այն գլխավոր խոստումն է, որ տալիս է Նիկոլ Փաշինյանը հանրությանը, որպեսզի իրեն ընտրեն։ Մնացած բոլոր ոլորտներում էական ձեռքբերումներ չկան, եթե հաշվի չառնենք այն, որ ընտրություններից ընդամենը 1-2 ամիս առաջ բերեցին այդ առողջապահության ապահովագրությունը, որի ճակատագիրը անհայտ է ընտրություններից հետո ինչ է լինելու, եւ թոշակների բարձրացումը, որը հունվարին ասում էին անհնար է, հետո հասկացան, որ դա զգալիորեն հարվածում է իրենց վարկանիշին, փոխեցին այդ որոշումը եւ 10,000 դրամով բարձրացրեցին թոշակները։ Այս երկու դրվագը հանենք, հիմնական խոսակցությունը խաղաղության մասին է։ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ վերջին 1 տարվա ընթացքում Հայաստանի սահմաններին զինվորականներ չեն զոհվել։ Լավ է, որ մեր հայրենակիցները չեն զոհվել, բայց հարց է առաջանում, թե ով էր սպանողը եւ ինչու հիմա չեն զոհվում։ Սպանողը Իլհամ Ալիևն է, Նիկոլ Փաշինյանի ավագ գործընկերը։ Հիմա հաջորդ հարցն է առաջանում, իսկ ինչ է փոխվել Ալիևի մոտ, որ սահմաններին այլևս մեր հայրենակիցները չեն զոհվում, ինչը էլի արձանագրենք, որ լավ է, ամեն պարագայում մեր հայրենակիցների կյանքը թանկ է մեզ համար, բայց այս խաղաղությունը, որի վրա կառուցել է Նիկոլ Փաշինյանը իր ամբողջ քարոզչությունը, կախված է մեկ մարդուց, եւ այդ մեկ մարդը Իլհամ Ալիևն է։ Փաշինյանի հավանական վերընտրությունը հնարավոր է լինելու մի պարագայում, եթե Ալիևը շարունակի ապահովել Նիկոլ Փաշինյանի համար այս խաղաղության ընթացքը մինչև ընտրություններ, եւ Նիկոլ Փաշինյանը կարողանա մինչև ընտրություններ ասել, որ ինքը բերել է վերջնական խաղաղություն։ Ալիևը լավ հասկանում է, որ եթե սահմանին մի կրակոց արձակի, մի դիրքի ուղղությամբ փոքր ինչ գործողություն անեն, Նիկոլ Փաշինյանի ամբողջ կոնցեպտը այդ խաղաղության փլուզվելու է եւ ինքը անգամ միջև ընտրությունները չի հասցնելու պահել իշխանությունը եւ իշխանազրկման գործում առաջին շարքերում լինելու են այն մարդիկ, որոնք հավատացել են Նիկոլ Փաշինյանի խաղաղության խոստմանը։ Սա ուղղակի անհնար է այլ կերպ պատկերացնել, այս սցենարի ընթացքը։ Հիմա Ալիևը լավ, որ սա հասկանում է, թշնամական պետության ղեկավար է, մեծ թշնամի է, բայց հիմար չի։ Բնական է, չէ, որ ինքը լավ հասկանալով, որ Փաշինյանի վերընտրությունը կախված է իր կամքից, ինքը պետք է փորձի Նիկոլ Փաշինյանին վերջնականապես անշրջելիորեն գցել իր գրպանը։ Որպեսզի եթե Փաշինյանը վերընտրվում է 2026 թվականի հունիսի 7-ի ընտրություններում, ապա այդ վերընտրվելով լիարժեքորեն պարտավորված լինի Իլհամ Ալիևին։ Եվ ըստ էության ինքը գա իշխանության Հայաստանում։ Եթե 2021 թվականին Նիկոլ Փաշինյանի վերընտրության գործում էական դերակատարում ուներ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը եւ թուրքական կառավարությունը, ապա հիմա այդ դերը ստանձնել է Իլհամ Ալիևը։ Եթե հիշում եք, մեր տարբեր վերլուծություններում, քննարկումներում նկատել ենք, որ ինքնիշխանության մասին խոսող այս խմբակը իբրև թե դուրս գալով Ռուսաստանի ազդեցությունից կամ դուրս հանելով Ռուսաստանի ազդեցության տակից Հայաստանը դնում է անգամ ոչ թե Թուրքիայի, այլ Ադրբեջանի ազդեցության տակ։ Եվ սա հենց այդ սցենարի իրագործումն է։ Հիմա Ադրբեջանն է դառնում Հայաստանում տեր ու տիրական, Ալիևն է լինելու թելադրող, եթե Նիկոլ Փաշինյանը վերընտրվի։ Լավ, բա Ալիևը այս ամեն ինչը գիտակցելով, գիտակցաբար այս հնարավորությունը տալիս է, որ Նիկոլ Փաշինյանը իր կամքից ելնելով, Ալիևի կամքի վրա հենվելով խաղաղության կոնցեպտ կառուցի, հասարակությանը մոլորեցնի, թե վերջնական խաղաղություն է բերել։ Բայց միևնույն ժամանակ Ալիևը լավ ճանաչում է Նիկոլ Փաշինյանին, գիտի, որ Նիկոլ Փաշինյանը ստախոս, անբարոյական, անպատասխանատու, արկածախնդիր եւ վերջի վերջո հարբեցող ծաղրածու է։
այս ամեն ինչը իմանալով Ալիևը չի կարող ուղղակի հավատալ Նիկոլ Փաշինյանի ազնիվ խոսքին եւ հնարավորություն տալ, որ ինքը վերընտրվի։ Ինչ են անում անպատասխանատու, անբարոյական, անսկզբունք հարբեցող ծաղրածուների հետ նման դեպքում։ Եթե հիշում եք 2020 թվականին Ազգային անվտանգության ծառայությունը ներխուժել էր ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատուն եւ մեծ ռեպորտաժ էին հրապարակել կեղծ մեղադրանքներով եւ այդ ռեպորտաժում իբրև թե պատահաբար թողել էին կադրեր, որից կարելի էր տեսնել նամակներ, ինչպես հետո Նիկոլ Փաշինյանը ձևակերպեց, ղազագրեր, որոնք գրել էին տարբեր գործիչներ պարոն Ծառուկյանին որպես հավատարմության երթում։ Ինչու էին այդ ղազագրերը գրել այդ մարդիկ, որովհետև ամենայն հավանականությամբ այդ մարդիկ Նիկոլ Փաշինյանից որակապես չէին տարբերվում, եւ Ծառուկյանը, ով իր ռեսուրսի հեղինակության հաշվին նրանց տանում էր խորհրդարան, իր համար երաշխիքներ էր պետք, որ այդ մարդիկ չեն թռնելու իր վրայից։ Նրանցից մեկը, օրինակ, անուն ազգանունը համընկնում է, ես չգիտեմ կոնկրետ այդ մարդն է թե ոչ, դա Նիկոլ Փաշինյանը կասի, Ազգային անվտանգության ծառայությունը ի վերջո իրեն է զեկուցել, Սերգեյ Բագրատյանը գրել էր, որ անբարոյականի վաստակ լինի ինքը, եթե դավաճանի Ծառուկյանին։ Այդ գրելուց հետո իհարկե մտավ քաղաքացիական պայմանագիր, ըստ էության դավաճանեց Գագիկ Ծառուկյանին, բայց դա մի կողմ։ Հիմա Ալիևը հասկանալով, որ այս որակի մարդկանց հետ գործ ունի, վստահաբար մի այդպիսի կամ նման ղազագիր ունի Նիկոլ Փաշինյանը Ալիևի մոտ։ Ալիևը չի կարող թույլ տալ Հայաստանում վերընտրվի մարդ Նիկոլ Փաշինյանի դեմքով իր շնորհիվ վերընտրվի եւ միևնույն ժամանակ գործնական պարտավորություններ չունենա, գիտի, չէ, ստախոսա, անպատասխանատու, ասենք թռնող կերպար է Նիկոլ Փաշինյանը պայմանավորվել հնարավոր չէ, եթե ինքը քեզնից չի վախենում։ Իսկ ինչպես կարող է վախենալ, այդ ղազագիրը հիմա գրել է, տեսանյութա նկարել, չգիտեմ ինչ գործողություն արել, կողքից նկարել են, ես չեմ կարող ասել, բայց վստահ կարող եմ լինել, որ Ալիևը նման երաշխիքներ ունի, որ ինքը օգնում է Նիկոլ Փաշինյանին, որպեսզի Փաշինյանը շանս ստանա վերարտադրվելու, այդ վերարտադրության դիմաց Փաշինյանը դառնալու է հունիսի 7-ից հետո, եթե նման վատ սցենար կյանքի կոչվի, հունիսի 7-ից հետո դառնում է կարգավիճակով, գուցե անունը լինի վարչապետ Հայաստանի, Հայաստանն է լինի հանրապետություն անկախ, բայց կարգավիճակով, քաղաքական պատասխանատվության տեսանկյունից Նիկոլ Փաշինյան լինելու է Ալիևի մարզպետներից մեկը, ղազաներից մեկի ղեկավարը։ Ու ասենք կարող է անգամ ուղիղ Ալիևին զեկույցներ չներկայացնի, այլ օրինակ Մերիբան Ալիևայի օգնականին։ Բայց այդ կարգավիճակը լինելու է։ Եվ որպեսզի մեր հայրենակիցները, նրանք ովքեր հավատում են Նիկոլ Փաշինյանի խաղաղության կոնցեպտին, ինքնիշխանության կոնցեպտին, որ ինքնիշխանություն է վերջապես բերել, թող իրենց հարց տան։ Եվ շատ կարևոր է, որ հենց իրենց այս հարցը տան, որովհետև այն մարդիկ, որոնք չեն հավատում Նիկոլ Փաշինյանին, այս ամեն ինչը տեսնում են առանց այս եթերի, առանց մեր այս քննարկման։ Եթե իրենք լինեին Ալիևի փոխարեն եւ գիտակցեին, իմանային, որ թշնամական երկրի ղեկավարը իրենց կամքը լինելու պարագայում, կամք ունենալու պարագայում միայն կարող է ընտրվել այդ երկրի ղեկավարը, կամ ընտրվելու շանս ունենալ։ Իրենք արդյոք կասեն, դե լավ, հիմա Նիկոլ Փաշինյան թող գնա ընտրվի, դառնա Հայաստանի վարչապետ, հետո կգաք բանակցենք, չէ, այդպես չի լինում։ Լավ, եկեք, որպեսզի շատ հեշտ լինի պատկերացում, եկեք պատկերացրեք, դուք Հայաստանի ղեկավարն եք։ Եվ Ալիևի Նիկոլ Փաշինյանի կարգավիճակում Ալիևն է որպես Ադրբեջանի ղեկավար։ Պարտվել է պատերազմում, վերջնականապես ոչնչացրել է պետության անվտանգությունը եւ իր վերընտրության հնարավորությունը կախված է ձեզանից, Հայաստանի Հանրապետության ղեկավարից։ Եվ դուք գիտեք, եթե սահմանին մի կրակոց արձակեք, Ալիևը չի ընտրվելու։ Ալիևը կորցնելու է իշխանությունը։ Եվ քանի դուք չեք կրակում, ինքը վերընտրվելու շանս ունի։ Դուք ուղղակի այսպես ասեք, դե լավ, թող Ալիևն է վերընտրվի, հիմա մեր թշնամական երկրի ղեկավարն է, հնարավորություն տանք, թող Հայաստանը վերականգնվի։ Ոչ, դուք ստեղծելու եք իրավիճակ, որ Ադրբեջանը, եթե խելամիտ մարդ եք, որ Ադրբեջանը 100-ամյակներով հայտնվի ձեր ազդեցության տակ։ Հիմա եթե դուք դա անելու եք,
եթե նման հնարավորություն ունենաք։ Ինչու պետք է Ալիևը չանի դա։ Ինչու պետք է Ալիևը թույլ տա, որ Փաշինյանը, որը վերընտրվելու շանս ունի միայն Ալիևի շնորհիվ, վերընտրվի ու որևէ բանով պարտական չլինի Ալիևին, Ադրբեջանին։ Ես ձեզ վստահեցնում եմ, այդ ղազագրերը կան, ես չգիտեմ ինչ կոմպրոմատ ունի Ալիևը Նիկոլ Փաշինյանի վրա, բայց այդ կոմպրոմատները կան, եւ Փաշինյանը Աստված ոչ անի վերընտրվելու պարագայում ուղղակի մարսպետի կարգավիճակում է լինելու Իլհամ Ալիևի մոտ։ Սա խաղաղություն չի, հարգելի հայրենակիցներ, սա խաղաղության տպավորություն է մինչև ընտրություններ։ Հետո արդեն լինելու է առաջարկ, ինչպես օրերս Ալիևը ասեց, չէ, Եվրամիության դիտորդների մասին, որ լավ կլինի նրանք Հայաստանի սահմանից գնան, մեր սահմանին դիտարկումներ չանեն, որտեղ եթե մենք մի անգամ կրակենք, նրանք փախնելու են այնտեղից։ Այսինքն Ալիևը ցույց է տալիս, որ ռազմական սպառնալիքի էլեմենտը իր մոտ չի վերացել, ինքը չի հրաժարվել դրանից։ Շատ կոնկրետ պայմաններ են դրվելու Հայաստանի առաջ։ Մի քանի պայման արդեն հայտնի է, Սահմանադրության փոփոխություն, որի պարտավորությունը արդեն այս իշխանությունը ստանձնել է, ադրբեջանցիների բնակեցում Հայաստանում, որի մասին Ալիևը շարունակում է խոսել եւ ընդ որում հունիսի 15-ից 18-ը կարծեմ Բաքվում հենց կազմակերպվում է նման ցուցահանդես ադրբեջանցիների վերադարձ արևմտյան Ադրբեջան թեմայով։ Ալիևի հովանու ներքո է կազմակերպվում։ Այս ամեն ինչը դրվելու է սեղանին։ Ալիևը որոշել է, որ Հայաստանի հանքերը պիտի ադրբեջանական ընկերություններ կառավարեն, իրենց հսկողության տակ գտնվեն, որպեսզի իրենք այն ինչ կորուստներ ունեցել են նախորդ 35 տարիների ընթացքում վերականգնեն։ Եվ Փաշինյանը չի կարողանալու դիմադրել։ Հիմա արդեն չի կարողանում դիմադրել, որտեղ իր վերընտրությամբ պարտավոր է լինելու Ալիևին եւ այդ ղազագրի տակ ստորագրած է լինելու։ Այնպես որ հարգելի հայրենակիցներ, դուք ինքներդ այս հարցերը ձեզ տվեք, հասկացեք, որ այն խաղաղությունը, որը Նիկոլ Փաշինյանն հիմա գովազդում է, այդ խաղաղությունը կախված է մեկ մարդուց ու այդ մեկ մարդը դուք չեք, Իլհամ Ալիևն է։ Եվ Ալիևը կոնկրետ պարտավորությունների տակ մտցնելով Նիկոլ Փաշինյանին, պարտավորությունների տակ է մտցնում նաև Հայաստանի Հանրապետությանը։ Եթե մինչև հունիսի 7-ը Ալիևի մոտ գերության մեջ է Նիկոլ Փաշինյանը, Փաշինյանի վերընտրության պարագայում, որը շատ քիչ հավանական է այս պահին, ընտրության արդյունքներին նայելով, եթե հասարակությունը ակտիվ լինի, ապա հունիսի 7-ից հետո ամբողջ Հայաստանն է հայտնվելու գերության մեջ Ադրբեջանի կոնկրետ Ալիևի ձեռքում։ Ու սա գույների խտացում չի, սա իրականության խեղում չի, սա այն է, ինչ մենք ունենք։ Սա այն է, ինչ կաներ ցանկացած պետական մտածող մարդ, եթե իր թշնամական երկրի ղեկավարի վերընտրությունը կախված լիներ իր կամքից։ Շնորհակալ եմ, որ հետևում եք մեր եթերին, առաջարկում եմ բաժանորդագրվել մեր ալիքին, առաջարկում եմ բոլոր նրանց, ովքեր գիտեն այս ամեն ինչի մասին, այս քննարկման կարիքը չկար, այս քննարկումը անպայման ուղարկեն իրենց ընկերներին, հարազատներին, զանոթներին, տարածեն իրենց էջերում, որպեսզի տեսնեն այն մարդիկ, ովքեր հավատում են Նիկոլ Փաշինյանի սուտ ու կեղծ այս խաղաղության թեզին։ Լավ մնացեք, կհանդիպենք։